ինչու այդպես էլ գործը չհարուցվեց Ալեն Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ ըստ ձեզ եւ ինչու միայն պատասխանող կողմ մնացիք դուք։ Բայց պատճառով, որտեղ Հայաստանը օր-օրի դադարում է ժողովրդավարություն, ոչ թե դադարում է, այլ ավելի է հեռանում ժողովրդավարությունից, այլ ավելի է հեռանում իրավական պետության գոնե նվազագույն ստանդարտներից եւ այսպիսի ակնհայտ, այսպիսի որ ասելու բան էլ չկա։ Հայեմատեք Նարեկի եւ Վազգենի արածը օրինակ Թալինի ԿՊ-ական քաղաքապետ ինչ էր անունը Տավրոսի, հա, Տավրոս Սափյանի վարքագծի հետ մեր սրբություն սրբոցի դռների առջև, նրա հայհոյանքը, նրա վարքագիծը։ Սա է, մեր երկրում ակնհայտ երևում է, թե որ ուղղությամբ մենք գնում։ Հույս ունենք գոնե դատական իշխանությունը այս պարագայում մի փոքր պատվար կլինի մարդու իրավունքներին։ Կոնկրետ այս դեպքում Մանվել Շահվերդյանի դատավոր հետ կապված ինչ կասեք, հայտնի է, որ նա իշխանությունների սրտի դատավորներից տարբեր փորձ ունենք, դրական, բացասական, այս պահին որևէ գնահատական չընտրենք։ Բայց ասում են հիմա ինչ-որ խնդիրներ ունի, հավանաբար փորձի նաև ձեր միջոցով այդ խնդիրները լուծել։ Դե գիտեք, այս պահին ես որևէ մեկնաբանություն եթե անեմ, դա կլինի ոչ կոռեկտ։ Ճիշտ ենք հասկացել, հետո բառ օգտագործելու համար։ Կտեսնեք, կլսեք, ես ինչ-որ ասել եմ, կտեսնեք դատախազը մեղադրական եզրակացություն է կարդալու, այսօր քննարկվելու է վստահաբար խափանման միջոցների հարցը, դրա հետ կապված է դատողություններ անելու, կտեսնեք, ես չասեմ, թող մեղադրանքի կողմաց։ Նախորդ մեղադրանքները կարծես թե ավելի լուրջ էին, հա, նախորդը երբ որ դատավորը ոչ մեկն էլ լուրջ չէր։